լռության օրը իրավապահ մարմինը ձայնագրություն է հրապարակում, մեջը երկու կին բամբասում են։ Ընդդիմությունը վերցնում է մանդատները, սա նշանակում է ավտոմատ ճանաչել ընտրությունների արդյունքները, թե ոչ։ Եթե գնում ենք այն ուղղությամբ, որ մանդատները վերցնում ենք, դա լինելու է նրա արդյունք, որ մենք իրողություններով կաշկանդված ենք լինում։ Մենք բնականոն վիճակում չենք, աշխարհը մեր ձեռքը չի բռնել այս process-ում։ Մեր առաջնորդը տվել է բանաձևը։ Փողոցը պետք է լինի մի անգամ եւ վերջնական։ Այսինքն ստացվել է համերաշխության օրակարգը մի շարք քաղաքական միավորների հետ։ Ու չի ստացվել եւս մի շարք քաղաքական միավորների հետ։ Այսինքն չեք շտապում։ Ընդհանրապես չենք շտապում։ Բարև ձեզ, այսօր իմ հյուրը Ուժեղ Հայաստան դաշինքի ցուցակի 3-րդ համար Գոհար Մեղոյանն է։ Ողջույն Գոհար։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ, որ այս բավականին խառը ժամանակաշրջանում ժամանակ եք գտել եւ եկել եք ինձ մոտ հարցազրույցի։ Վաղը ինչ է մեզ սպասում։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Վաղը շատ սպասված օր է ու աննախադեպ օր է, որովհետև Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում կարծում եմ ճշմարիտ կլինեմ, եթե նշեմ, որ նման զարգացումներ չի եղել, որ ըստ էության, ընտրությունների մասնակցող ուժերի մեծամասնությունը հաշտ չլինեն արդյունքների հետ եւ ավելին այսքան մեծաքանակ ուժեր դիմեն սահմանադրական դատարան, որովհետեւ անգամ այն ուժերը, որոնք դիմում չեն ներկայացրել, իրենք պատրաստակամության ու աջակցության մասին խոսել են ու փաստացի այս պայդրությամբ 7 քաղաքական ուժ 18 մասնակիցներից դիմում է ներկայացրել ընտրության արդյունքները վիճարկելու նախապայմանով։ Այդ թվում է այդ շարքին ենք դասում մենք Ուժեղ Հայաստան դաշինքը, Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքը հետևյալ կարգավորումն է տալիս. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից եւ վերջնականապես արդյունքները ընտրությունների ամփոփվում են, իսկ այդ ամփոփումը բավականին բուռն ու հախուռն անցավ եւ մեր գնահատման բավականին հակաիրավական զարգացումների ականատես եղանք։ Ի վերջո մի ողջ քաղաքական ուժ դուրս թողնվեց նախնական մանդատների բաշխվածությունից եւ խորհրդարանից եւ ըստ էության մի քանի տասնյակ ձայնի պատճառով շուրջ 60,000 ձայն առ ոչինչ ճանաչվեց եւ հիմա գնում ենք նոր զարգացումներ, նոր ճիշտ որոշակի վերապահումների համատեքստում բնականաբար մեր կոչն է հետևել այս զարգացումներին, որովհետեւ երկու հնարավոր տարբերակ ունի ՍԴ-ն, մեկը վավեր ճանաչելը, երկրորդը անվավեր ճանաչելն է, անվավերությունն էլ ունի 3 զարգացում։ Հնարավորություն ունի ընդհանուր արդյունքները անվավեր ճանաչել է մանդատների բաշխման նոր կարգ սահմանել եւ անվավեր ճանաչել ու երկրորդ փուլ ընտրությունների նշանակել։ Այսինքն կարող է մասամբ անվավեր ճանաչել են առումով, որ Բարգավաճ Հայաստանը վերադառնա ազգային ժողով, ես ասում եմ վերադառնա, որտեղ պետք է լինի ազգային ժողովը, ըստ էության մեր բոլորի աչքի առաջ այդ ուժից ձայները խլել են, պարզապես ուղղակի վերցել ու խլել են ու դա բոլորը տեսել են on-line ռեժիմում։ Եվ մասամբ կբավարարի դա ձեզ կբավարարի նման որոշումը Սահմանադրական դատարանի, եթե ասի, որ մենք անվավեր ենք ճանաչում այս մասով։ Առնվազն, որովհետև տեսեք, սա իրականում արդեն միայն Բարգավաճ Հայաստանի խնդիրը չէ, սա ընդհանրապես մեր Հայաստանի Հանրապետության իրավականության, ժողովրդավարության բնույթին հարվածներ են, նետված քարեր են, սա 60,000-ի հասնող քաղաքացիների քաղաքական կամքի արտահայտման չեղարկում է եւ մենք մի շարք ավելի հեռուն գնացող խախտումների արձանագրումներ ունենք, որոնք էական ազդեցություն են թողել ընտրության արդյունքների վրա։ Մենք 3 հիմքով էլ դիմում ենք ներկայացրել եւ առաջնային պահանջը ինչպես կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարագայում մեր այս դեպքում եւս ընդհանուր արդյունքների անվավերությունն է, բայց առնվազն գոնե այս ուղով գնալը Սահմանադրական դատարանի կողմից առնվազն իրավական հիմնարար սկզբունքների հետ հաշվի նստել կնշանակի, որովհետեւ թողնել այդ քաղաքական նպատակահարմարությանը կյանքի կոչել, այսինքն ինչ տեղի ունեցավ, ակնհայտորեն սա քաղաքական հաշվարկ էր, այս իշխող ուժի կողմից իդ վերադարձնելու իր համար ցանկալի 3/5-ի
ուժը, այսինքն Բարգավաճ Հայաստանի լրակազմով քաղաքացիական պայմանագիրը նոր ձևավորվելիք խորհրդարանում չէր ունենալու ձայների 3/5, իսկ 3/5-ով բավականին լուրջ հարցեր են լուծում։ Օրինակ, սահմանադրական օրենքներում փոփոխություններ, լրացումներ կատարելու խնդիր, օրինակ, մի շարք պաշտոնատար անձանց նշանակելու խնդիր, ու այսինքն այդ մենաշնորհը, որը ձեռք էր բերել, նա այլևս չուներ։ Այս դեպքում չունի, չէ՞, սահմանադրական հանրաքվե Այս պայդրությամբ էլ չունի այդ սահմանադրական մեծամասնությունը, որից օգտվում էր վերջին տարիներին, դա էլ իրապես լրջագույն ձեռքբերում է, որովհետև մենք գիտենք, հա, որոնք են օրակարգային առաջնահերթությունը։ Առնվազն մեր համար լրջագույն վտանգը, սպառնալիքը, որ արկախված է դեմոկրատիայի պես մեր ազգի ու պետականության գլխին, դա նոր սահմանադրության ընդունման օրակարգն է։ Գոհար, իսկ մենք կարող ենք այսպես ասել, որ եթե սահմանադրական դատարանը վաղը որոշում է կայացնում չեղարկել ԲՀԿ-ի հեռացնելը ազգային ժողովից, այսինքն ԲՀԿ-ն վերադառնում է ազգային ժողով, ընդհանուր ընդդիմությունը, միասնական ընդդիմությունը 3 ուժերը միասին ունենում են բավականին ձայն եւ իշխող կուսակցությունը, հա, դե ֆակտո իշխող կուսակցությունը չի ունենում 3/5-ը։ Սա արդյոք նշանակում է, որ եթե դուք այս իրավիճակում վերցնում եք մանդատները, բոլոր 3 ուժերը, դուք ավտոմատ ճանաչում եք ընտրությունների արդյունքները։ Բնավ այդպես չէ, այո, դա դարձել է։ Այ խնդրում եմ այդ պահը բացատրեք։ Էլի իրենց խոսույթում, ընդհանրապես այս իշխանությունը իրեն թույլ է տալիս ցանկացած տարամեկնաբանություն անելու զուգահեռ, հա, գնալով, հա, իրենց չեն կաշկանդում թիմային միասնական կարծիքով, այնքան են իրանք իրարամերժ կարծիքներ հայտարարել, այլևս Խնդիր չի, ամենուր կարան մի նոր բան ասեն։ Հիշողությունը դարձրել են կարճաժամկետ, այդ հա երկիր հայկական ժամանակ 24 ժամյա 24 ժամյա սկզբունքով փորձում են կառավարել մեր պետությունը ու մեր ժողովրդին, բայց այնուամենայնիվ հիշողություն ունեցող մարդիկ կան, հա։ Ի սկզբանե իրենք սկսեցին թիրախավորել թե ընտրության արդյունքները, հենց սկսեց այն հանգամանքից, որ ամենաանթույլատրելի վարքագծից մեկը դեռ մի շարք տեղամասերում, երբ քվեարկությունն ու հաշվարկները ընթացքի մեջ էին, քվեարկությունները ժամը 8-ին է ավարտվում որպես կանոն, մենք տեսանք այն բնական իրավիճակը, որ մի շարք զինվորականներին ու մեր զինվորականներին իրենք թիրախ դարձրեցին, ովքեր են պատասխանատուները, ովքեր զինվորականներին տեղամասային կենտրոններ բերեցին 8-ին մի քանի րոպե պակասում, մինչև գիշերը 1-ի շրջանակը տևում էր քվեարկությունը, հա, զինվորականների։ Դա անթույլատրելի է, որովհետև ես ընդհատեմ, բացատրեմ ինչի, որովհետև ինչ վերաբերում է ընտրություններին եւ այն բազմաթիվ խախտումներին, որ տեղի ունեցան այդ ընտրություններին, մենք բոլորս տեսել ենք, սրա մասին շատ է խոսվել եւ սա արդեն ակնհայտ է եւ գոնե անդիմությանը ձայն տված քաղաքացիների համար այս իշխանությունները, որտեղ այդ քաղաքացիները հաստատ ավելի շատ էին, քան քաղաքացիական պայմանագրի աջակիցները, Փաշինյանի աջակիցները գումարած ադմինիստրատիվ ռեսուրսը։ Հաստատ ավելի շատ էինք եւ մեզ համար այս ընտրությունները այս իշխանությունները լեգիտիմ չէին, որովհետեւ լեգիտիմ չեն նոր ձևավորվող կառավարությունը լեգիտիմ չի լինելու, հասարակության ընկալումն այդպես է, այսինքն ընտրություններից խոսելը եւ այդ խախտումների մասին խոսելը, սա մի կողմ դնենք։ Ինձ հետաքրքիր է, եթե մենք խոսում ենք իրավական, հա, հարթակում, ինչ է սա նշանակում։ Ընդդիմությունը վերցնում է մանդատները, սա նշանակում է ավտոմատ ճանաչել ընտրությունների արդյունքները, թե ոչ։ Տեսեք իրավիճակն ինչպիսին է։ Հիմա այտենց օրահարց է դարձել երկու խնդիր, հա, այդ լեգիտիմությունը ու մանդատները։ Նախ մենք պատահական չի, որ անդադ ասում ենք մի փոքր արկախենք այս հարցերը, որովհետև յուրաքանչյուր հարց իր առաջնահերթությունն ու օրակարգն ունի։ Եվ մի քայլ առաջ անցնելը մենք հետո հասկանում ենք, որ ավելորդ ծախսված ժամանակ էր, էներգիա էր, սխալ ուղղորդումներ են, որովհետև տարբեր ու քաղաքական քամիներ են փչում ու ուղղորդում են, հա, այդ հանրային տրամադրությունները։ Ամեն մեկը փորձում է հիմա այս հետընտրական վիճակում գույքագրի ու որոշակի քաղաքական կապիտալ իր համար ստեղծի, օրինակ, հա, հենց նույն կապիտալ ունեցող քաղաքական ուժերի հաշվին։ Հիմա լեգիտիմության հարցը հենց մեկնարկը ինչու է ուզում մի փոքր հետ անդրադարձ անել, որ այս քաղաքական ուժը, սա աննախադեպ էր, հա, մոտ 2005-ից 200-յակ տեղամասային կենտրոնների արդյունքների
հաղթման շրջանակում ինքը կանգնեց ասուլիս հրավիրեց եւ հռչակեց հաղթող իրեն։ Սա առաջին իր պարտությունն էր լեգիտիմության տեսանկյունից, որովհետեւ իրենք 100,000-ավոր քաղաքացիների կամքի վրայով անցան։ Սա անթույլատրելի է, որովհետեւ բազմաթիվ հարյուրավոր տեղամասային կենտրոններում այդ ընթացքում դեռևս հաշվարկներ էին տեղի ունենում ու որևէ բայց աշխարհում ընդունված է, ընդունված չէ, իրենք ստում են ու մանիպուլացնում են, աշխարհում ընդունված է, իրենք հետո փորձեցին արդարանալ, ինչ են ասում, հա, ասում են ԿՀ-ն ուշ է տալիս արդյունքները։ Մենք արդյունքները ունեինք տեղամասային կենտրոններից, իրենք ստում են այդ պահի դրությամբ մի շարք տեղամասային կենտրոններում ժամերով հնարավոր է դա ստուգել, on-line կապերը կային, դեռ հաշվարկներ էին ընթանում։ Իրենք անգամ եթե ներկայացուցիչներ ունեին տեղամասերում, դեռ չկային այդ արձանագրությունները, չկային վերջնական թվերը, որ իրենց ասեն, իրենք է մոտավոր պատկեր ունենան։ Ու այնպես չէր, որ կեսից ավելին էր ամփոփվել։ Այս իրավիճակում, օքեյ։ Հիմա մենք հետևապես մի շարք խմբային խախտումներով ասել ենք անվավերեն։ Հիմա իրանք մի հատ ուրիշ աննախադեպ են համաշխարհային արել։ Ասում են, սկսեցին այս խոսույթով, ոչ լեգիտիմ ընդդիմություն։ Սա զավեշտ է, որովհետև իշխանություններ, ասում են, եթե երկուսս է համակարծիք ենք, հա, որ համ մենք ենք ոչ լեգիտիմ, համ դուք։ Ինչու՞մ է ուշացում, ինչի անվավեր արդյունքներ չենք հայտարարում եւ նոր ընտրությունների գնանք։ Հետո հասկացան, որ սա շահեկան խոսույթ չի, անմիջապես հետ կանգնեցին ու հիմա ասում են լեգիտիմ արդյունք է, իրենց քվեն տեղ է հասել եւ այն իսկ եթե դուք վերցնում եք մանդատը, փոխվում է սա։ Հիմա տեսեք, մենք եթե գնանք այդ ճանապարհով, որովհետեւ դեռ վերջնական որոշում չունենք, դեռ process-ները, զարգացումներ են տեղի ունենում, չգիտենք ինչ սպասելիքներ դեռ ունենանք, եթե գնում ենք այն ուղղությամբ, որ մանդատները վերցնում ենք, դա լինելու է նրա արդյունք, որ մենք իրողություններով կաշկանդված ենք լինում։ Օրինակ, այս պահի դրությամբ չկան մի շարք իրադարձություններ, օրինակ նույն սկսած 21 թվականից հետընտրական process-ներից, որոնք ակնհայտ հակասահմանադրական բնույթ են ունեցել, որոնք հակաիրավական են, ու մենք բազմիցս հռչակել ենք, որ սա ճգնաժամ է ստեղծում, բայց ստիպված հաշտվել ենք իրողությամբ։ Հաշտվել ենք չնայած զուգահեռ ունեցել ենք 5 շարժումներ։ Okay, ես ճիշտ եմ հասկանում, որ ընդդիմությունը, եթե որոշումը վերցնել, ես բացատրեմ, հա, Հիմա ես ամփոփիչ փորձեմ ներկայացնել հանրությանը։ Եթե մենք այնուամենայնիվ գնում ենք այն ուղղությամբ, տեսեք, մի քիչ ես կաշկանդվածություն ունեմ, որովհետև այնուամենայնիվ դեռ չունենք սահմանադրական դատանի վերջնական որոշումներ, մենք չունենք վերջնական պատկերը ինչու ենք։ Եթե այս պահի դրությամբ շարժվենք, որ ԲՀԿ-ին չեն վերադարձնում, այնուամենայնիվ 2/3-ի խնդիր ունի սահմանադրական մեծամասնության քաղաքացիական պայմանագիրը, եւ մենք գնում ենք մանդատները վերցնելու ուղղությամբ։ Արդյոք ո՞րն էր դրա այլընտրանքը։ Այլընտրանքը չվերցնելն էր։ Ինչ էր մեզ տալու չվերցնելը։ Արդյոք այն 340,000 քաղաքացին, ովքեր մի կերպ գոնե այս խախտումներով, այս ճնշումներով, այս միջամտություններով իրենց քվեն, կարելի ասել հրիսերի միջով տեղ են հասցրել, մեզ վրա մատ թափ տալու իրավունք չեն ստանալու, ասելու, բա մենք ձեզ էինք պատվիրակել մեզ ներկայացնելու։ Դա մյուս կողմից նրանք կարող են ասել, մենք ձեզ ձայն ենք տվել, ոչ թե որպես ընդդիմության, այլ որպես ապագա իշխանության։ Հիմա տեսեք, իսկ նպատակը ո՞րն է, չէ՞։ Մեր նպատակը ցանկացած ընդդիմության նպատակը իշխանափոխությունն է, իշխանության գալն է։ Ինչու ենք ուզում իշխանության գալ։ Բնավ, կարծում եմ գոնե դուք համոզված եք, չէ՞, որ ինչ որ պաշտոնի կամ աթոռի համար չեն գալ։ Ես կարծում եմ նպատակը գոյաբանական է, ազգային անվտանգություն, պետականության գոհ ինքնության պաշտպանություն։ Հիմա որոնք են իրավական ուղիները։ Երկու ուղի կա, մեկը ընտրություններն են, որը թույլ չտվեցին չեղան ազատ, արդար, հավասար, թափանցիկ, գաղտնի ընտրություններ, 5 սկզբունքներն է ոտնահարվել են։ Մյուսը ազգային ժողովն է։ Խորհրդարանական երկրում իշխանափոխության մյուս ուղին իրավական ազգային ժողովի միջոցով։ Դա հնարավոր չի, չէ՞, ժամանակը ցույց տվեց, որ քաղաքացիական պայմանագրից ձայներ վերցնել կամ իրենց թիմակիցներին քաշել ձեռքում բավականին բարդ գործընթաց է։ Մենք այդ փորձառությունը չենք ունեցել։ Դուք կարծում եք, որ նրանք չեն կարողացել, դուք կարողանաք։ Չէ, ես կարծում եմ, որ բնավ չեմ փորձում թերագնահատել գործընկերներիս Դուք ասացիք, որ երկու ճանապարհ կա գոհարից, փողոցային պայքարը ճանապարհ չի։ Փողոցային պայքարը, բայց դա մենակ մենք չենք պայմանավորում։ Փողոցային պայքարը միշտ կա, բայց փողոցային պայքարը դա երկուստեք որոշում է՝ քաղաքացու եւ քաղաքական ուժի։ Իսկ որտեղից գիտեք, որ քաղաքացին
չունի Բայց մենք փողոցային երբեք չենք բացառում։ Ես ասում եմ, եթե մենք չգնանք մանդատները վերցնելու ուղղությամբ, մենք բացառում ենք այս տարբերակը, իսկ փողոցային պայքարը երբեք բացառելի չի։ Մենք չենք կարող իմանալ, օրինակ, այդ խայծը երբ է բռնկվելու։ Օրինակ, ինչ որ մի իրադարձություն, Երևանում ընտրատեղամասերում հերթերը, ես ածամ, ուղիղ 1 ժամ հերթ եմ կանգնել, ես ինքս, որ մենք կարողանանք մեր քվեն տալ ընդդիմությանը։ Եվ քանի որ մեր բոլոր հարևաններն են եւ այլ, բոլորը գնացել են ընդդիմության ձայն տալու համար 1 ժամից ավելի հերթ են կանգնել։ Արդյոք սա չի նշանակում, որ Հայաստանի քաղաքացիները պատրաստ են արդեն դուրս գալ խաղաղ պայքարի։ Ինչ եմ սա ասում, որովհետև տեսեք, մի կողմից իրավիճակը հետևյալն է, հա, որ ես ուզում եմ, որ մենք տարանջատենք փողոցային պայքարն ու մանդատներ վերցնելը, որտեղ մենք նաև պետք է տարանջատենք, բայց նաև պետք է զուգակցենք։ Բացատրեմ ինչի, հա, ես իմ կարծիքը ասեմ, հնարավոր է դուք կիսում եք նաև այդ կարծիքը։ Առաջին էմոցիոնալ պորտկումը ընտրություններից հետո, կեղծված ընտրություններից հետո, որ ընդդիմությունը չպետք է վերցնի մանդատները։ Հետո փորձում ես վերհիշել ինչ որ նմանատիպ իրավիճակներ, հիշում ես Վրաստանը, ասում ես, չեն վերցրել, ինչ են շահել, ոչինչ չեն շահել։ Բայց մեր դեպքում, ընդ որում մեր դեպքում, երբ որ մենք ունենք շատ լուրջ խնդիրներ, այդ թվում սահմանադրական փոփոխությունների խնդիրը, եթե մանդատներ վերցնելով մենք կարող ենք գոնե մեկ չափազանց կարևոր բան թույլ չտալ իշխանություններին անել, ընդդիմությունը հավանաբար պետք է վերցնի մանդատ։ Այդ առումով ես ընդդիմության այս մոտեցումը, որ նաև ինձ հետ հարցազրույցներում ընդդիմությունն ասում է, որ ավելի շատ հակված են այդ մանդատներ վերցնելու, ես դա հասկանում եմ, բայց ինձ համար շատ քաղաքացիների համար հասկանալի չէ, եւ ընդհանրապես նաև ինձ զանգում են արտասահմանցի իմ գործընկերները, գոլեգաները, լրագրողներ տարբեր երկրներից ու ասում են, եթե դուք ասում եք, որ կեղծ են ընտրությունները, եթե ընդդիմությունը հայտարարում է, որ կեղծ են ընտրությունները, եթե դիմում է սահմանադրական դատարան, բա ուր է ձեր փողոցը։ Որովհետև չի եղել, շատ հազվադեպ են լինում դեպքեր, հատկապես ոչ եվրոպական երկրներում, ասեմ, ոչ ժողովրդավարական, արդեն կայացած ժողովրդավարական երկրներում, երբ որ դու ասես, որ ընտրությունները չես ընդունում ու դրա հետ մեկտեղ դու չունենաս փողոցային պայքար։ Բարի, հիմա ես փորձեմ ամփոփիչ արձագանքել։ Տեսեք, ես չի ուզենա թերագնահատենք մեր քաղաքացիներին։ Մեր քաղաքացիները 5 վերջին տարիների, կարելի ասել 5 տարում, հա, հենց 20 հետ պատերազմյան Հայաստանում մի քանի փողոցային շարժում են մեկնարկել։ Փողոցային շարժումներին բազմահազար քաղաքացիներ են մասնակցել։ Ընդհանուր միջև դրանցից ամենամասշտաբայինը Սրբազան պայքարին մենք տեսել ենք, ինչպես էին կարելի ասել մինչև տասնյակ հազարավորներով մարդիկ հրապարակ լցրել, հա, ու մենք զուգահեռ ինչ ենք տեսնում։ Դրան զուգահեռ տեսնում ենք իշխանության վարքագիծը։ Մարդիկ ովքեր էլի ասում էին, եթե հրապարակում մի քանի հազար մարդ հավաքեք, ձեռք կկտրենք, իշխանություն կհանձնենք, բայց հիմա տեսեք, իրականությունը այլ ձև էր գար, որտեղ ես ներկա եմ եղել Սրբազան պայքարի բոլոր հանրահավաքներին։ Բայց տեսեք, նաև զուգահեռ ինչ է տեղի ունեցել։ Զուգահեռ նաև ինչ է փողոցային պայքարը, դա թույլատրելի օրենքով եւ իրավունքով խաղաղ եղանակով մարդկանց անհնազանդությունը եւ քաղաքական անհամաձայնությունը արտահայտելու իրավական միջոց է փողոցը։ Մենք այդ թվում ես, լինելով բոլոր պայքարների ու շարժումների, երթերի ցույցերի մասնակից, ծայրաստիճան մեզ կաշկանդել ենք իրավունքով, օրենքով, որևէ ավելորդություն թույլ չի տրվել, որևէ հակաիրավական վարքագիծ թույլ չի տրվել, բայց 3 անգամ իշխանությունը լուսաձայնային նռնական էտ է թույլ տվել իրեն, առանց կարգը պահպանելու, իսկ դա տեղի ունենում, երբ որ անվերահսկելի իրավիճակ է, ընդհանրական Ինչի համար եք սա ասում, գար, այսինքն ուզում եք ասեք, որ այս իշխանությունների դեմ փողոցային պայքար սկսել չեք կարող։ Ուզում եմ ասել, դա այդ պայքար սկսելու միջոցառումը, գործընթացը միակողմանի չի լինում։
Մշտապես դա երկկողմանի քաղաքացիների Հա, եթե քաղաքացիները դուրս են, ինքնաբուխ չէ, Բագրատ Սրբազանի համար են մարդիկ դուրս եկել ու հրապարակը շատ մարդաշատ էր, նույնքան մարդաշատ էր, ինչ որ Փաշինյանի հեղափոխության օրոք։ Պայքարի հիմքը ո՞րն էր։ Ինչպես սկսեց շարժումը։ Ո՞րն էր, դուք հիշում եք, ո՞րն էր սկզբնապատճառը։ Կիրանցի դեպքերն են։ Այո, սահմանազատ ապօրինի սահմանազատման։ Դուք կարծում եք ապօրինի կեղծված ընտրությունները պակաս պատճառ են մարդկանց փողոց հանելու։ Հարգելիս, տեսեք, հենց եկանք նշանակետին, որ մենք process-ում ենք, մենք դեռ չենք ամփոփել process-ը ու ինքնաբուխ գործընթաց չի մեկնարկել։ Մենք տեսել ենք արդեն, օրինակ ԿՀ-ի դիմաց մարդիկ եկան կանգնեցին եւ ըստ էության իրականում էլի էմոցիա էր եղում։ Չի ամփոփվել process-ը։ Մենք այդ կայծը, որ մարդիկ ինքնաբուխ մեկնարկեն, հենց դուք հուսով եմ կասկած չունեք, եթե մեկնարկ տրվեց, քաղաքական ուժը արդեն պարտավորվածություն ունի դիրքերում լինելու։ Բայց հակառակը չի աշխատում, քաղաքական ուժն է կոչանում կայծը տալիս, ժողովուրդը միանում է։ Մենք մի հատ process ունեցանք ԿՀ-ի դիմաց, որովհետև այդ էմոցիան առաջացավ երկուստեք, այո, եւ բավականին ես ներկա եմ եղել ու բավականին մարդիկ են եղել, ու մարդկանց մոտ արդարացի վրդովմունք էր, որովհետև սա հետո բայց դա հիմա լավ, գանք վաղը հավաքել լինելու։ Այս process-ը դեռ ընթացքի մեջ է։ Իսկ չեք վախենում, որ այս process-ի մեջ, որտեղ ընտրություններից արդեն 2 շաբաթից ավելի է անցել, այդ էմոցիաները, այդ կայծը ձեր ասած գնալով մարելու է։ Չէ, չեմ վախենում, որովհետև ես համոզմունք ունեմ, որ քաղաքացու մոտ չես կարող մարեցնել այդ անարդարության զգացումը։ Չէ, կարա առաջանա անվստահություն։ Ինչի նկատմամբ։ Անդիմության նկատմամբ, որ իրեն գնացել են, իրեն զայնը տվել են, բայց անդիմությունը դեռ չի կանգնել իր հաղթանակի։ Արդյոք սա ինձ թվում է մեր քաղաքացիները հետևում տեսնում են, տեսեք Տիկին Բաբան, ընտրություններից հետո այդքան հեշտ չէ ամեն ինչ, ինչքան կարող է վիզուալ թվալ։ Ընտրություններից հետո այդ օրը, ասենք, մինչև լույս դրա նախորդի օրերը, հա, մենք եւս անքուն գիշերներ ենք անցկացրել, բայց մենք շարունակել ենք այդ անքուն գիշերները անցկացնել, որովհետեւ այս կեղծիքները, միջամտությունները ցույց տալու համար փաստահենության համար։ Դե չէ գալի զուգահեռանը։ Աշխատանք է տարվում, ահռելի աշխատանք է տարվում։ Այդ եմ ասում, զուգահեռ արվելու համար զուգահեռ աշխատանք է տարվում։ Մենք պետքա զուգակցվի այդ process-ը ու ինչու չեք բացառում, օրինակ, որ քաղաքացիները եւս հիմա գործընթացի են հետևում, որովհետև ինչպես մենք օրինակ չունենք վերջնական որոշում։ Ես զգում եմ տրամադրությունը, ավելին ասեմ գար։ Ես օրինակ ընտրություններից արդեն մի կես տարի առաջ ես այդ տրամադրությունը Երևանում զգում եմ, որ այնպիսի տրամադրություն էր, որ նույնիսկ այն հատուկ են մարդիկ, որ մեր շրջապատում կային, որ աջակցում էին Փաշինյանին, դրանք ամաչում էին իրենց աջակցության մասին խոսել։ Դրանք ամաչում էին ընդհանրապես։ Հիմա ես ավելի ընդհանրացեմ։ Հիմա իրավիճակը բացատրեմ։ Կամաց ես զգում եմ, որ այդ այսպես ասեմ, ներվը գնում է, այսինքն դե օքեյ, հերթական անգամ պարտվեցի։ Ես կարծում եմ հակառակը։ Այդ ներվը ավելի բորբոքվում է, այդ ընկճված վիճակը ավելի շատ ու հենց կարծում եմ հնարավոր է դրանով փողոցը չգեներացվեց անմիջապես հետընտրական 2-3 օրվա ընթացքում, որովհետև մարդիկ բոլորս ոնց պետք է փողոցը գեներացվեր, եթե կոչ չկար անդիմադիր ուժերից դուրս գալ փողոց։ Բոլորս այս հասարակության մաս ենք, չեք ասում։ Բայց կոչ չկար փողոց դուրս գալ։ Որովհետև ասում եմ, հետընտրական process է, մենք պետք է հիմնավորենք, մենք բնականon վիճակում չենք, աշխարհը մեր ձեռքը չի բռնել այս process-ում։ Դուք պատկերացնում եք, այն նախկինների օրոք այս կեղծիքների 10%, չի 5%-ը կարողանար ընդդիմությունը ցույց տալ, ինչ աշխարհասփյուր ռումբ կպայթեր, Հայաստանը ինչ սևեռված ուշադրության ներքո կհայտնվեր։ Օրինակ, եթե գնային նենց բախտորոշիչ քայլի քաղաքական ուժին թույլ չտային շեմ հաղթահարել կամ նման միջամտությունների նախընտրական կամ քվեարկության օրը։ Մենք այլ կարգավիճակում ենք։ Դուք ասում եք ինչու կոչ չարեցիք, տեսեք, մենք դուք ներկայացրեցիք ձեր անձնական ընկալումը, միջավայրը, այդ անձնական ընկալումը ու միջավայրի հետ կապված գնահատականը, այդ թվում մենք ենք տեսել ու զուտ դա էմոցիա չի եղել, հա, տենց պոպուլիզմ չի եղել, մեր հաղթական տրամադրվածությունը ընտրության արդյունքների նկատմամբ, դրանք եղել են
փաստահեն, որոշակի բավական լուրջ գիտատեսական աշխատանքներ են հիմքում ընկած եղել, ու այո, մենք մարդիկ ենք եղել, ովքեր կես տարուց ավելի այցեր են կատարել բոլոր մարզեր, գյուղեր, շփվել ենք մարդկանց հետ։ Իրոք տրամադրությունները նախնական բոլոր հաշվարկները գիտատեսական եւ սոցիալական տանում են նրան, որ քիչ հավանական է գնահատում այսպիսի արդյունք ընտրությունների։ Ու բոլորը, այդ թվում հանրությունը, այդ ինչ ասենք, հա, ապա կողմնորոշված վիճակում Ես այս հարցը փողոցային պայքարի բացակայության մասին հարցը տալիս եմ նաև մյուս ընդդիմադիր ուժերին եւ օրինակ Հայաստան դաշինքին, նույնիսկ իրենց էլ ասելով, որ այո, ուժեղ Հայաստանը առաջատար ընդդիմադիր ուժն է, բայց դուք նաև դասական արդեն ընդդիմադիր ուժ եք, մեծ փորձ ունեցող եւ քաղաքական պայքարում նաև հղկված ընդդիմադիր ուժ եք եւ ձեզանից սպասումները երևի շատ մեծ են, իրենց պատասխանը կա կոնֆիգուրացիա ընդդիմության, ընտրությունները ստեղծել են ընդդիմադիր դաշտի կոնֆիգուրացիա եւ նախաձեռնողը, որպիսի գործընթացները ճիշտ ընթանան, պետք է լինի ամենաշատ ձայն հավաքած ընդդիմադիր ուժը։ Ես բառացիորեն ասեցի այն, ինչ ասել են կներեք, դա իրավացի ընկալում է ու իրապես լինելով առաջնորդող ուժ ընդդիմադիր դաշտի, դա մեծ պատասխանատվություն է, որովհետև այո, մի զգալի զանգված, էլի եմ ասում, հա, գոնե այդ 340,000 պլյուս մարդ անձամբ մեզ իր վստահության քվեն է տվել։ Դա լրջագույն պատասխանատվություն է, բայց նաև կա կոնֆիգուրացիա ընտրազանգվածների։ Արդյոք այդ ընտրողը մեզնից ինչ ակնկալիքներ ունի, ու մենք չենք կարող փողոցը շահարկել։ Մեր առաջնորդը տվել է բանաձևը։ Փողոցը պետք է լինի մի անգամ եւ վերջնական։ Չի կարող չմտածված փողոց լինել, եթե նախաձեռնությունը մեր կողմից է։ Շատ լավ։ Ինչ է ձեր առաջնորդը Սամվել Կարապետյանը նաև իր այդ հայտարարության մեջ ասում էր, որ պետք է ընդհանուր ընդդիմադիր դաշտ ստեղծվի։ Այո։ Ստեղծվել է այդ դաշտը։ Հիմա բանակցային process-ում է, այո, շատ կարևոր հայտարարություն կատարվեց հետընտրական, էլի այդ առաջնորդությունը հաշվի առնելով, այդ պատասխանատվությունը առաջնորդողի եւ կոչով հանդես եկավ մեր առաջնորդը ընդդիմադիր դաշտը միավորելու, Ինչ է արվել դրա համար։ որովհետեւ տեսեք, ինչ էլի դա գալիս է նախապես պլանավորում չի, չէ՞, դա վերլուծական աշխատանքի արդյունք է։ Շուրջ 265,000 քաղաքացու քվե, ովքեր ըստ էության գնացել եւ դեմ էին այս իշխանությանը, այս քաղաքական ուժին քվեարկել, փոշիացան։ Այսինքն մարդիկ չեն ուզել, որ այս իշխանությունը վերարտադրի, բայց իրենց համար ցանկալի որևէ այլ ուժերի են ձայնը։ Սրանում նաև ձեր մեղքը կա։ Իսկ ինչու է մեր մեղքը։ Որովհետև պետք էր բոլոր փոքր կուսակցություններին վերցնել ձեր դաշինք։ Իսկ այդ մեր վերցնելով է, կներեք, փոքր կուսակցությունները իրենք օրինակ բոլորը գնահատական են տալիս։ Մենք ասում ենք սենց կլինի, մենք ասում ենք սենց կլինի։ Բոլորն էլ ասում են, գալիս են դեռ երբ որ դուք նոր եք սկսել ձեր քաղաքական գործընթացները, ասում են, որ մենք ուզում ենք միանալ ուժեղ Հայաստանին։ Մենք բանակցում ենք, այն ժամանակ դուք կոչվում եք մեր ձևով շարժմանը, բոլորը ինձ հետ այստեղ, այս ստուդիայում, այդ փոքր կուսակցության գրեթե բոլոր առաջնորդները այդ ձեր տեղը նստած ասում են, որ մենք ընդունում ենք, որ այս ընտրություններում առաջատարը մենք այդ մասին եւս քննարկել ենք, տեսեք, բայց իրենք վերջը դուրս են մնացել ձեր դաշինքից։ Բայց այդ եմ ասում, մենք ի սկզբանե էլի շրջանակներ սահմանելով, էլի համերաշխության միասնության օրակարգով ենք, չէ, հանդես եկել որպես նոր քաղաքական ուժ։ Այդ բանակցությունները, այդ միասնության ու համերաշխության, ինչպես ստացվեց, որ մի շարք ուժերի հետ ստացվեց, դաշնակցային ու դաշինքային ձևաչափը։ Հիմա այնպես չի, չէ, որ մեր դաշինքում երկնոր դարաշրջանի եւ մի խոսքով 4 քաղաքական ուժի հետ ստորագրել ենք դաշինք։ Համագործակցության հուշագրեր, երկուսի հետ է դաշինք ենք կազմել։ Հիմա դա չի նշանակում, չէ, որ բացառված է եղել, չի ստացվել։ Այսինքն ստացվել է համերաշխության օրակարգը մի շարք քաղաքական միավորների հետ։ Ու չի ստացվել եւս մի շարք քաղաքական միավորների հետ։ Հնարավոր է օրակարգերի շուրջ անհամաձայնություն եղավ։ Համենայն դեպս ես պատասխանատու եմ մեր քաղաքական ուժի դիրքերից հանդես գալ, որ մեր կողմից իրապես նպատակ է եղել այդ միասնությունը կազմելու եւ մեր կողմից իրապես նպատակ է եղել ի սկզբանե հայտարարել ենք
բացառելու ու մինիմալի հասցնելու Այստեղ ես հետ համաձայն եմ, որտեղ եթե չի ստացվել, իրենք էլ են ավելի մեղավոր։ փորձառու քաղաքական ուժեր, ովքեր հիմա հետընտրական փուլում ինչու որ չխուսանավեմ ասեմ, հա, տենց հարվածային դիրքից են հանդես գալի, ասում են մենք ասում ենք սենց կլինի, մենք ասում ենք այնպես կլինի։ Եթե այդքան կանխատեսող ու փորձառու եք, իսկ ինչի եք գնում ձայն փոշիացնելու, եթե ամեն ինչ կանխատեսում եք։ Չեմ ուզում այդ օրակարգի շուրջ խոսել։ Ուզում եմ հստակ։ Բայց դա հենց Ուզում եմ հստակ ինչ է արվում հիմա։ Կա ընդհանուր անդիմադիր դաշտ, խորհրդի տեսքով, ով սխալվեց, ով էր ճիշտ, ինչ եղավ։ Ունենք այս ընդհանուր իրողությունը։ խորհուրդ լինի անդիմադիր, ճակատ լինի, ինչ կա, ինչ հիմա հիմա։ տեսեք, քանի որ մենք էլ իրողություն ունենք, պետք է առաջ շարժվենք։ Առաջ շարժվենք համընդհանուր Ինչքան ժամանակ է անցել հայտարարությունից, ինչ է արվել այս Հիմա խորհրդակցություններ են տեղ ունեն, տեսեք, չկա այս փուլում այլևս ժամկետային սահմանափակումներ չկա։ Սա քաղաքական process է, սա կարող է լինել հենց արդեն զուգահեռ ցանկացած գործընթացների Այսինքն չեք շտապում։ Ընդհանրապես չենք շտապում, մեր նպատակը արդյունավետությունն է, ոչ թե շտապողականությունը, ոչ թե ցուցադրական ինչ-որ ձևաչափն է, այլ արդյունավետ ձևաչափն է, որ ճշգրիտ աշխատանքը, որովհետև արդեն չնայած այն հանգամանքին, որ նորացին քաղաքական ուժ ենք, այնուամենայնիվ մեր առաջնորդը փորձառու մարդ է եւ ունենք որոշակի Ինչու մինչ այսօր, մինչ այս պահը չեն հանդիպել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Ես կարծում եմ այդ հարցի պատասխանողը ես այս բանը չեմ կարող հանդիսանալ անձամբ հենց կամ պարոն Կարապետյանը կամ Բայց ձեր ուժերը ակտիվ համագործակցում են, բանակցում են այս բանը։ Խորհրդատվությունները կան։ Տեսեք, մենակ մեկ քաղաքական, բազմաթիվ քաղաքական ուժերի հետ հայտարարությունից ի վեր գնում են բանակցային աշխատանքային գործընթացներ։ Արդեն երբ որ որոշակի հստակեցումներ լինեն, հանրամատչելի հայտարարություններ ունենանք, որոշակի օրակարգերի ու ձևաչափերի շուրջ կան համաձայնության, այդ ժամանակ հայտարարությունները Եթե վաղը այդ հավաքը, որին կոչ եք անում եւ դուք եւ Բարգավաճ Հայաստանի ներկայացուցիչներն են կոչ անում եւ Հայաստան դաշինքի անդամներն են կոչ անում падգամավորի տեխնացուները Եթե վաղը այդ հավաքը տեղի է ունենում եւ Սահմանադրական դատարանի մոտ շատ մարդ է հավաքվում, տասնյակ հազար մարդ է հավաքվում եւ Սահմանադրական դատարանը ասում է ամեն ինչ օքեյ, ընտրությունները չեն կեղծվել եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր որոշումները օրինական են։ Ինչ եք անել։ Ինչ կոչ եք անելու հավաքված մարդկանց։ Տիկին Բաբան էլի մի քայլ առաջ ենք ասում, ախր վաղվանով չենք սահմանափակվելու։ Նախ ասեմ, մենք վաղը մի այլ կարևոր միջոցառում ունենք, վաղը ժամը 1-ին մեր ընտրողների մի հատվածին հրավիրել ենք քննարկման, որովհետեւ մենք շատ ենք կարևորում այդ կապը ու ի սկզբանե կարծում եմ մենք շատ թափանցիկ ենք եղել, հասանելի ենք եղել ու իրապես մեր կայացվածության հիմքը մեր հանդեպ հանրային վստահությունն ու աջակցությունն էր։ Հիմա ժամը 1-ին մեզ մոտ կայանալու է հանդիպում մեր ընտրազանգվածի հետ, զուգահեռ մեկնարկելու է Սահմանադրական դատարանի նիստը, ես լիազոր ներկայացուցիչ եմ Սահմանադրական դատարանում եմ գտնվելու, բայց վաղվա օրը մեկնարկային է վերջնական որևէ որոշում չենք ունենալու։ Ու սա հաշվի առեք բավականին ծավալուն նիստ է լինելու, որովհետև 7 քաղաքական ուժ։ Իսկ երբ է վերջնական որոշումը լինելու։ 15 օրյա ժամկետ է սահմանված։ Այսինքն կարելի է ասել, որ վաղը հավաքվում եք, բայց հիմնական հավաքը նաև հանրահավաքի տեսքով կլինի, երբ որ որոշումը կայացնի։ Ինձ թվում է սա որոշակի տեսանկյունից նաև պատմական գործընթաց է լինելու, որովհետև արդեն իսկ պատմական է մեծաքանակությամբ դիմումների արդեն իսկ դա իրողություն է, որ այսքան քաղաքական ուժ խնդիր ունի լեգիտիմության հետ ընտրության արդյունքների եւ լինելու է ինքը հասանելի, բաց է լինելու։ Եթե լինի երկրորդ փուլ, հա, ենթադրենք, իրենք հայտարարեն երկրորդ փուլ կամ ասեն օքեյ է ու գնան հետո մի ամիս կամ մի քանի ամիս հետո, որտեղ իրենք չեն կարողանում հիմնական պահանջները Ադրբեջանի կատարել եւ այսօր նաեւ Հայաստանում քաղաքական շրջանակներում շատ են խոսում, որ պետք չէ բացառել արտահերթ ընտրություններ, հա, որ մի քանի ամիս հետո կամ մի ամիս հետո, չգիտեմ, նորից Փաշինյանը նոր ընտրություններ հայտարարի, նույնը այդ ասելով, որ անդիմությունը լեգիտիմ չէ։ Ձեր կարծիքով այս իրավիճակում, երբ արդեն կեղծվել են ընտրությունները, երբ Սահմանադրական դատարանը այդ կեղծիքը հաստատել է,
ասել է որ օքեյ է ամեն ինչ, չեն կեղծել։ Նորից գնալ ընտրությունների, երբ որ նույն մարդիկ են կազմակերպելու այդ ընտրությունները ու նույն միջոցներն են ձեռնարկելու, հա, նույն ադմինիստրատիվ ռեսուրսն են օգտագործելու, մի բան էլ ավելի, որովհետև հիմա իրենք պետք է հստակ լուծեն սահմանադրական մեծամասնության խնդիրը։ Ինչ պետք է անի անդիմությունը այս վիճակում, նորից խելոք, որպես դասական անդիմություն, դասական ընտրություններ գնա ընտրություններին մասնակցի։ Ինչ եք բացառում, որ ավելի սուր իրավիճակների էլ առերեսվենք ու հենց այդ խնդիրը պետք է մենք որպես ընդդիմություն ունենանք օրակարգեր, որովհետև առաջնահերթությունը, որ մի մոռացեք Ալիևյան տնային առաջադրանքը, հա, նոր սահմանադրությունը։ Այո, դա է։ Այդ նոր սահմանադրությունը Նիկոլ Փաշինյանի առաջնահերթություններից է որպես պարտավորվածություն։ Չի կարող նա դա կատարել։ Հենց օրինակ ես որպես քաղաքացի Գոհար Մելոյան, հա, ամենահեշտ ուղին այդ մանդատից հրաժարվելն է ու այդ ձեր ասած ճանապարհով գնալն է, բայց դա հեռատեսական չի։ Ես կողմ եմ, որ դուք մանդատները վերցնեք։ Հիմա մենք չունենք որոշում, ես սուտ ասում եմ։ Չէ, ես ուզում եմ, որ իմ որոշումը, հա, իմ հստակ ասեմ, ես համարում եմ, որ այս իրավիճակում միանշանակ ընդդիմությունը պետք է վերցնի իր մանդատները, հատկապես եթե գոնե մասնակիորեն ինչ-որ որոշում կայացվի վաղը եւ ԲՀԿ-ն վերադառնա ազգային ժողով։ Եթե կարելի է հիմա շարունակեմ, տեսեք, ես որ ինչու սկսեցի որպես քաղաքացի։ Եղել է արդեն իրավիճակ, որ այս իշխանությունը նախաձեռնել է սահմանադրական փոփոխություն։ Ես եղել եմ ոչ կողմի ներկայացուցիչ ու մենք սկսել ենք նախաձեռնել ենք հասարակական ակտիվիստներով, իրավապաշտպաններով անմիջապես, հա, այդ ոչ կողմի նախաձեռնություն ենք իրականացրել, որովհետև հասկանում ենք ուր էին տանում այդ սահմանադրական փոփոխությունները։ Ասեմ ավելին, անգամ այդ մինչ պատերազմյան իրավիճակն էր, հանրությունը բնավ չէր աջակցում այդ գործընթացի ու Նիկոլ Փաշինյանը շատ լավ զգալով հանրային էմոցիաները, այդ կովիդյան մեկնարկային շրջան էր, հա, ինքը հրաժարվեց ու զարտուղի ճանապարհով գնաց, հա, այդ հակասահմանադրական, սահմանադրական փոփոխությունները տեղի ունեցան, որով ձևավորվեց արդեն այս կազմով սահմանադրական դատարանը։ Հիմա ես համոզմունք ունեմ ու կարծում եմ իրենք էլ ունեն այդ էմոցիան ու տպավորությունը, որ հայ ազգի համար դա կարմիր գիծ է, առավել եւս նոր սահմանադրությունը, առավել եւս հակառակորդի թելադրանքի ներքո։ Դա ընդհանրապես կարմիր գիծ է Վենետիկի հանձնաժողովի տրամաբանությամբ, համաշխարհային իրավունքով ու պրակտիկայով միջազգային իրավունքի տրամաբանությամբ, որևէ դիմացի պետություն չի կարող պարտադրել քո պետության ներքին օրենսդրության փոփոխություն։ Իսկ մենք հիմա բացահայտ կերպով այդ իրավունքությունը պատկերացնում եք։ Իսկ դուք պատկերացնում եք, որ 8 տարի է իրենք օրակարգում ունեն սահմանադրական փոփոխության օրակարգ, արդեն 2 տարի է նոր սահմանադրության ընդունման օրակարգ, ու անգամ մեկ հոդված թղթին տրված չի մատուցվել հանրությանը։ Իսկ դա կարող է խոսում է այն մասին, որ այդ տեքստը լինելու է ավելի սարսափելի, քան մենք ակնկալում։ Ես համոզված եմ, որ այդ տեքստը հենց այն հրթիռային ազդեցությունն է ունենալու։ Okay, ես հասկացա, դուք տրիգեր եք սպասում։ Ես համոզված եմ, որ այդ տրիգերը ժողովրդ ցանկացած քաղաքացու համար դա տրիգեր է լինելու, որովհետև օրինակ ինձ համար անձամբ շատ տրիգերներ են զուգահեռ գնում։ Երբ որ երկրի վարչապետը կանգնում է մեր անկախության հռչակագրին անվանարկում է ու ինչ որ պիտակավորում է իրեն թույլ տալիս, երբ որ անկախության հռչակագիրը մեր պետականության ծննդյան վկայագիրն է ու ամենայն հարգանքով առավել եւս պետական այրերը պարտավորվածություն ունեն իրենց զսպվածություն ցուցաբերելու եւ վերաբերմունք ցուցաբերելու, դա ինձ համար որպես իրավաբան սահմանադրագետ ու քաղաքացի շատ լուրջ տրիգեր է, բայց մեր քաղաքացիները ես կարծում եմ այնուամենայնիվ այդ վտանգները մաշկով զգում են ու այո, մենք ցավոք սրտի դեռ վտանգավոր օրակարգերի սպասելիքներ ունենք ու դրա համար եմ ասում, տեսեք, փողոցային պայքարը երբեք չի կարող լինել ինքնանպատակ, քաղաքական օրակարգի ծառայեցնելու։ Փողոցային պայքարը պետք է լինի հիմնովին մտածված, փողոցային պայքարը պետք է լինի իրատեսական ու ինչպես մեր առաջնորդը ասաց, եթե մեր նախաձեռնությամբ է լինելու, մենք պետք է պլանավորած եւ հեռատեսական մոտեցում։ Ես ցավում եմ, որ մեր ժամանակը արդեն սպառվել է եւ արդեն պետք է վերջացնենք։ Ընդամենը մեկ հարց, հա, վերջում անկեղծ խնդրում եմ պատասխանեք։ Իհարկե։ Ինչու
հակառակ ձեր պնդումներին միջև հունիսի 7-ը, որ դուք հաստատ ունենալու եք մեծամասնություն եւ այլ, դուք այդուամենայնիվ կարողացաք հավաքել, եթե հավատանք չենք հավատում, բայց այդուամենայնիվ ինչու իշխանությունները կարողացան ձեզ պարտադրել 23% ձայների։ Ես արդեն ասացի, եթե նման միջամտություններ ու կեղծիքներ չլինեին, առնվազն հավաքական ընդդիմությունը հաղթանակելու էր եւ այժմ մեր առաջնորդը շուտով ունենալու էր վարչապետի կարգավիճակ։ Այդ համոզմունքը պոպուլիզմ չէր, դա փաստարկված էր։ Իսկ դուք չգիտեք, որ Փաշինյանը կեղծելու է։ Ես ասեմ ավելին, մենք ակնկալիք ունենք ու պատկերացում ունենք որոշակի չափի միջամտությունների, օրինակ այն ծավալի իրավապահների արշավները, որ տեղ էին ունենում մեր համախոհների ու գրասենյակների նկատմամբ դրանց դրսևորումներից էին, բայց որոշակի նոր մեխանիզմներ գործարկվեցին։ Այս պահին օրինակ շուրջ 100,000-ի հասնող ձեռքով ներմուծված անձնագրերը, որ տենց օդում կախված են մնում։ Դա կա արդեն սահմանադրական դատարանում ներկայացված է, այո։ Շատ լավ։ Ձեր կուսակցության, ձեր ուժի, հատկապես մարզերում, ձեր շտաբերում քանի մարդ կա այսօր ձերբակալված։ Մեր ձերբակալվածները, ասեմ, առավելագույնը հասել են 700-ի, այս պահի դրությամբ տարբեր խափանման միջոցներով մոտ 260-ի հասնող աջակից, համակիր, գործընկեր, անգամ ցուցակի տեխնացու ունենք, ամենաանհեթեթ գործերով ակնհայտ դեպքեր են, որ անգամ հանցակազմ առկա չի։ Սրանք պատժիչ քաղաքական հետապնդման տարեր։ 700-ը, որ մինչև ընտրության օրը անընդհատ մարդկանց, օրինակ, այստեղ հաջող հանդիպում ունեցանք, առավոտյան գիտենք, եթե հաջող բազմամարդ էր, առավոտյան մեկ էլ գնացին գրասենյակի խուզարկություն, աշխատակիցների բնակարանների խուզարկություններ, գույքի առգրավում, տեխնիկայի առգրավում։ Այսօր ունեք 270 շուրջ, ակայն որ անդադ գործընթացները տեղ են ունենում։ Եվ համոզված եք, որ այդ 270-ից եւ ոչ մեկը իրական ինչ-որ պատիժ չի ստանա, որտեղ շինծու գործեր են։ Հարգելիս, եթե օրինակ այդ հայտնի ձայնագրությունները, որոնց ոչ հավաստիությունն է ապացուցված, ոչ փորձաքննություն անցած են, ոչ մեծ հետ առնչելիություն է հաստատված։ Եթե այս իշխանության ներկայացուցիչները պաշտոնատար անձինք տենց չհամեմեին ու հանրային կարծիքի վրա ներազդեին, այդ ձայնագրությունները հասարակ մարդը որ լսեր, բնավ չէր տպավորվի։ Այդ ձայնագրությունների այսքան հանրային հնչեղությունը պայմանավորված է բացառապես այն պատճառով, որ պաշտոնատար անձինք վերցնում են եւ դրանք առավելագույն ռեսուրսներով տարածում են եւ ուղղորդում են հանրային կարծիքը։ Թե չէ, եթե դուք անձամբ վերցնեք, օրինակ ամենավերջի դրվագը, Ղազինյան Դավիթի մեր ցուցակի 4-րդ համարի իմ գործընկերոջ, իմ լավ ընկերոջ, հայրենասեր քաջ Հայաստանի Հանրապետության քաղաքացու, այնօր ճիշտ հայ մարդու մի ձայնագրություն է, լռության օրն են հրապարակում, պատկերացրեք, այդ ինչ, օրինակ դա հակա ընտրական ու հակա իրավական ու հակա ժողովրդավարական է, լռության օրը իրավապահ մարմինը ձայնագրություն է հրապարակում, մեջը երկուկին բամբասում են, ենթադրություն ասում, Ղազինյան Դավոն մեկին այսքան փող է տալու կաշառքի համար, ոչ ավարտված հանցակազմ կա, ոչ կա թե ում է տալու, ոչ կա որ տվել է, ընդհանրապես դա ոչ գումարի իսկությունն է հաստատած։ Դրանից հետո 3 շաբաթ Ղազինյան Դավիթը հանրային հասանելի է լինում։ Գնում ներկայացնում է ԿԸՀ նիստին իրեն անձեռնմխելիությունից նստել, ասեմ ավելին, գնում կանգնում է հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց, թե սպասում է թե երբ իրեն ներս կհրավիրեն, որպես մեղադրյալ ներգրավի, ու մարդու նկատմամբ կալանք են կիրառում ամենածանրը խափանման միջոցներից։ Սա զավեշտ է, անհեթեթություն է, սա ակնհայտ քաղաքական բացառում է կամ հնարավոր է համարում, որ Նիկոլ Փաշինյանը եւս 5 տարի լինի Հայաստանի վարչապետ։ Տեսեք, որևէ չմեծախոսեմ, ես ցավոք սրտի ունեմ լրջագույն վտանգների ահազանգեր, օրինակ մեզ համար երբեք բնավ այդ 300,000 ադրբեջանցու թեզը չի եղել քարոզչական թեզ։
Դա ազգային անվտանգության խնդիր է եղել, որը բարձրաձայնելով մենք ուզեցել ենք ուշքի բերել ու մարդկանց մոտ այդ անվտանգային խնդիրը բարձրաձայնել, որովհետև դա իրողություն է, դա Ալիևի կողմից բարձրաձայնած պահանջ է։ Մի մասը գոնե ամոզվեց դրանով։ Հիմա մեր դրանով։ հարություն ասում եմ, հիմա էլ հետընտրական գործընթաց է։ Մարդիկ տեսնում են, չէ՞, Արևմտյան Ադրբեջանի վերադարձ օրակարգով Նախիջևանում միջոցառում են անում, պետական հովանավորչությամբ են անում, պետական պաշտոնյաները գնում են ու հայտարարություններ հիմնական նպատակն է, վերջ, ասում եմ մենք Ղարաբաղի հարցը, Արցախյան հարցը լուծել են իրենք, հիմա իրանք ունեն Զանգեզուրի հարց, Գյոչայի հարց, Արևմտյան Ադրբեջանի հարց։ Հետևապես, այս վտանգները արկախված են մնում ու ցավոք սրտի ես համոզված եմ մենք դեռ բազմաթիվ ազգային անվտանգության խնդիրների, լրջագույն պետականության գոյի հետ կապված խնդիրների ենք առերեսվելու, որոնք կարող են առնվազն կասկածի տակ դնել այս իշխանության հարատևության հարցը։ Okay։ Պայքարը շարունակվում է։ Պայքարը շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար։ Փոխադարձաբար։